Զինվորի տունն իրականացնում է թողունակության մեծացման ծրագրեր։ Առաջիկայում կառույցը եւս 2 նոր մասնաշենք կունենա։ Նպաստելու են սոցիալ վերականգնողական հավելյալ ծառայությունների, մասնավորապես որ տղաները կարողանան ավելի հարմարավետ պայմաններում սովորել իրենց հաշմանդամության հետ կենցաղային պայմաններին, ինչպես օգտվել օրինակ ճաշարանից, ինչպես խոհանոցից օգտվել, ինչպես ամպուտացված ձեռքով կարողանաս խոհանոցում քեզ սպասարկես։ Խոհանոց, ննջասենյակ, արհեստագործական հատված եւ այսպես 5 առանձնացված գոտի սոցիալ-կենցաղային վերականգնողական բուժման համար, որպեսզի մարդը պրակտիկայում մասնագետի օգնությամբ սովորի թե օրինակ ինչպես ամբասայլակից ինքնուրույն տեղափոխվել մեքենա, ինչպես ինքնուրույն օգտվել լոգասենյակից։ Այս ծառայությունը Հայաստանում կդառնա առաջինն իր տեսակով սոցիալ-կենցաղային վերականգնողական բուժում, որտեղ վերականգնողական բուժմանը զուգահեռ մարդիկ կսովորեն առավել հարմարավետ ու հեշտ ապրել իրենց հաշմանդամության հետ։ Այս շենքի կառուցումն իրականացվել է Viva հեռահաղորդակցության օպերատորի աջակցությամբ։ Կյանքի սենյակ ծրագիրը, որն իրականացնելու է սոցիալ-կենցաղային վերականգնողական բուժում, ֆինանսավորել է Veterans of Armenia կազմակերպությունը։ Զինվորի տան տարածքի բարեկարգումը նույնպես իրականացվում է Veterans of Armenia-ի աջակցությամբ։ Դրա հետ մեկտեղ ամբողջ այս երկրորդ հարգում լինելու է մեծ շքեղ ճաշարան, որտեղ տղաները ոչ միայն սնունդ են ստանալու, այլ այդ սնունդը ստանալու են էսթետիկ հաճույք վայելելով, հաշվի առնելով, որ հասարակությունը այսօր բարձր արժեքավորում է տղաների դերը եւ իրանք յուրաքանչյուր իրենց գործողության մեջ պետք է այդ մոտեցումը զգան եւ իհարկե հմտությունները սովորեցնելուց, կրթություն տրամադրելուց, վերականգնողական բուժում տրամադրելուց զատ նաեւ իրանք յուրաքանչյուր օրվա ամբողջական օրվա ընթացքը պետք է լցված լինի այդ վերաբերմունքով։ Զինվորի տանը բուժվելու ընթացքում տղաներն օրական 3 անգամ սնվում են այստեղի ճաշարանում։ Նոր ճաշարանը լինելու է առավել ընդարձակ, լուսավոր, բոլոր չափանիշներին համապատասխան։ Գործող ճաշարանը, որ անշուշտ այստեղ արդեն իսկ կա եւ շուրջ 6 տարի ծառայում է տղաներին, ընդլայնելու կարիք ուներ եւ ամբողջ մի հարկ տրամադրվելու է որպես ճաշարան, ինչպես նաեւ իրենց մեծ եւ փոքր լավ գեղեցիկ առիթները, կնունքները, անգամ հարսանիքները տղաները խոստացել են այստեղ անցկացնել։ Ճաշարանի կառավարման եւ տեխնիկական հագեցվածության բոլոր ծախսերը հոգում է Միացյալ Նահանգներում գործող FRF կազմակերպությունը։ FRF-ի օգնությամբ զինվորի տանը բազմաթիվ սոցիալական ծրագրեր են իրականացվել։ Արդեն ամիսներ տևող այս շինարարության մի հատվածը մինչև ամառ կավարտվի, մյուս մասը օրեր անց։ Երկրորդ մասնաշենքը, որը որ պատրաստում ենք, կողքի հատվածում է, որտեղ որ պետք է լինի վիրաբուժական ուրեմն ծառայությունները եւ այդ ծառայություններից օգտվում են նաեւ քաղաքացիական անձիկ, իդեպ ամբողջ հասույթը, որը գալիս է այդ վիրահատություններից, ինչպես նաեւ այլ բոլոր տեսակի գործառնական ուրեմն հասույթը ծառայում է եւս տղաներին։ Երկրորդ մասնաշենքի դիմաց հիմնվում է նաև ֆրանսիական ոճով բացօթյա պուրակ սրճարան։ Այս պատմամշակութային շենքը վերականգնում ենք ամբողջությամբ, նախ իր տեսքին ենք բերում, որը եղել է ժամանակին, երբ որ ինքը ստեղծվել է շուրջ 100 տարի առաջ, եւ դրա հետ մեկտեղ այստեղ փոքրիկ մուտք կա լինելու ծառայողական հիվանդների համար, շտապօգնության համար, ինչպես նաև փոքրիկ պուրակ կա լինելու, որ զինվորների համար հատուկ հանգստի գոտի ձևավորվի։ Պուրակը, որտեղ կգործի նաև սրճարան, կրելու է զինվորի տան հավատարիմ բարեկամ, տղաների երկարամյա աջակից ֆրանսահայ Դադիկյանների ընտանիքից լուսահոգի Մարիոն Դադիկյանի անունը։ Պուրակ սրճարանի բացումը ապրիլի 7-ին։ Սրճարանից կկարողանա օգտվել ցանկացած մարդ, ցանկացած անցորդ եւ գնված յուրաքանչյուր սուրճից կամ թխվածքաբլիթից ստացված ողջ շահույթը կրկին ուղղվելու է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը։